Քան հետաքրքիր է։ Երբեմն Աստված ինչ-որ բաներ ուզում մեզ մեր սրտերի մեջ դնի։ Նայեք, մենք այս տարեսկզբում հռչակել էինք Տիրոջ ավելի մոտենալու եւ ճանաչելու տարի։ Ճիշտ է, Հովիվը հռչակել էր երջանկացնելու տարի 1-ին, բայց եւ որ դու Աստծուն չճանաչես, չես կարող ոչ մեկին երջանկացնել, ամեն։ Բայց եւ որ դու ճանաչում ես Աստծուն, դու կարող ես մարդկանց երջանկացնել։ Ընդու գիտես ոնց, որ գնաս իրան ավետարանը խոսես, ու մարդը փրկվի, դա ամենամեծ երջանկությունն է։ Որտեվ երբեմն որ Սուրբ Հոգին գալիս է, գիտեք, դա ամենամեծ ուրախությունն է, դա ամենամեծ այն իրավիճակն է, որտեղ որ դու պարզապես լցվում ես իր ուրախությամբ։ Եվ այն թեման, որը որ այսօր ուզում եմ խոսել, ես այս թեման մի տարուկես առաջ մի քիչ ուրիշ անկյունից եմ խոսել, բայց այսօր ուզում եմ բոլորովին այս թեման, որ իմ սրտում կա ուրիշ տեսակից խոսել։ Գիտեք, մենք կյանքում ամենքս ինչ որ բան որոնում ենք, համաձայն եք։ Դու առավոտ արտանում ես, դու արդեն մտածում ես, դու որոնում ես, որ ինչ պետք է եփես։ Հատկապես քույրերը տան կանայք, երբ որ այդ ամբողջ բեռ իրանց վրա է, երբեմն ինձ հարցնում են, որ ինչ ես ուզում որ եփենք։ Ես էլ մի հատ անկապ անուն էի ասում եմ սուպ բուրդել, ասում եմ դե Բաղադրատոմ սասե եփենք, ասում եմ որ իմանամ կասեմ։ Գիտեք, երբեմն դուք ինչ որ բան փնտրում եք։ Սել եկեղեցի, եկեք ազնիվ լինենք, երբ որ դու գալիս ես եկեղեցի ինչ որ բան փնտրում ես, երբ որ դու գնում ես խանութ ինչ որ բան փնտրում ես։ Գիտես, եթե դու ինչ որ բան փնտրելու չլնես կամ ինչ որ բանը քեզ հետաքրքիր չլինի, դու չես գա։ Գիտեք, շատ անգամ մենք փնտրում ենք Աստծո երեսը, փնտրում ենք իրանից խոսք, փնտրում ենք իրանից իր ներկայությունը։ Ինչ ենք մենք փնտրում ընդհանրապես այս կյանքում։ Գիտեք, դա շատ տարիներ առաջ էր, երբ որ ես 50-ական եկեղեցում էի ու ես ունեի Եղվարդում մեծ այտենց ոնց որ խմբակ ավելի շատ եկեղեցի, լիքը երիտասարդ քույրեր կային։ Այն ժամանակ մի քիչ գովաշճիս ավելի բարետես, ավելի սենց ամրակաց տղամարդ էի։ Ու գիտեք, հենց ես ամուսնացա, մոտարապես մի 60% գնացի նորից հետ։ Ու հասկացանք, որ այս մարդիկ եկեղեցում չէին եկել Աստծուն փնտրելու, եկեղեցում եկել էին մի հատ իրանց ամեն մեկ իրանց պատկերացման մեջ լավ տղա էր գտե կպցնեմ ամուսնանամ, այնել իմ կինս ավելի ուժեղ եղավ։ Ու պարկասում քեզ համար, որ դա ավելի ուժեղ եղավ։ Գիտեք, ամեն մեկը մի բան փնտրում է։ Ամեն։ Ամեն ժամանակ մենք մի բան փնտրում ենք։ Ոմանք բժշկություն, ոմանք ֆինանսներ, ոմանք, գիտեք, ամուսնություն, ոմանք ընտանիք, ոմանք հարստություն, ոմանք էլ փնտրում են Աստծուն։ Գիտեք, ոմանք միջավայր են փնտրում։ Եկեղեցին լավ միջավայր է, այնտեղ բոլորը բարի են, բոլորը շփթում են։ Լավ միջավայր է։ Ես գնում դեռ ինձ լավ եմ զգում, ինձ օրհնում են, իմ համար աղոթում են։ Երբեմն քույրերը եղբայրները հրավիրում են իրենց տուն, գնում են լավ ժամանակ են անցկացնում, բայց գիտեք, նման փնտրտուքները գալուց է հասնում են մի տեղ, որ կանգնում է։ Բայց երբ որ դու ամենակարևոր բանն ես փնտրում, քո կյանքում ամեն բան կփոխվի։ Ամեն։ Առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Երկրորդ Մնացորդաց 15-րդ գլուխ։ Առաջի խոսքից մինչև 13-ն եմ ներգրավել, որպեսզի ամբողջը քեզ պարզ լինի։ Ուզում եմ առաջի խոսքը կարդալ, արանքում կասեմ ինչ-որ բաներ ժամանակի առումով, որտեղ ժամանակը միշտ առաջ է վազում։ Օվդեդի որդին Ազարիայի վրա ասում է Աստծո հոգին եկավ։ Գիտեք, ամենակարևոր բանը քրիստոնյայի համար սա, որ ինքը փնտրի Տիրոջ հոգուն։ Ասում Աստծո հոգին եկավ եւ ասայի արչեւ լելելով ասես նրան։ Ու ինքը սկսում է մարգարեական բաներ խոսել։ Եվ ասան, թագավոր էր, գիտեք ինչ արեց, հավաքեց բոլոր ժողովրդին եւ ուզում եմ այդ բոլորը որպեսի կարդամ sense դետալնի եւ բոլոր այդ մարգարեությունները լսում են, զորանում են եւ գալի հասնում է 10-րդ խոսքից կարդամ։ Նրանք ասային թագավորությանը 15-րդ տարին 3-րդ ամսվա Երուսաղեմի մեջ հավաքվեցին ու այն օրը իրենց բերած ավարից Տիրոջը զոհ արեցին
700 արջար ու 7000 ոչխար եւ ուխտ արեցին, որ իրենց հայրերու Տեր Աստվածը բոլոր սրտով ու բոլոր հոգով փնտրեն։ Դուք պատկերացնում եք ինչ են անում։ Դուք բոլոր լավ եք հասկանում 7000 700 արջար եւ 7000 ոչխարը այսօրվա ժամանակում բավական մեծ լուրջ տնտեսություն է։ Համաձայն եք։ Մարդ այսօր 300 ոչխար ունի, իրան ֆերմեր է համարում։ Պատկերացնում եք, ինչ զոհ են արել Տիրոջը։ Եվ դրանից հետո մի բան են ուխտ արել, որ մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով փնտրելու ենք Աստծուն։ Եվ հետո գիտեք, մի հատ էլ ուրիշ ավելի լուրջ բան են անում։ Մյուս խոսքը 13 խոսք ասում է, եւ ով որ Իսրայելի Տեր Աստվածը չփնտրի, թե պստիկ, թե մեծ, թե այր, թե կին, պիտի մերձվի։ Դուք հասկանում եք, մի ավելի լուրջ բան են անում։ Ով որ չփնտրի։ Այսինքն եթե Աստծուն չես փնտրում, ուրիշ բան ես փնտրում։ Եթե Աստծուն չես փնտրում, մեղքն ես փնտրում։ Եթե Աստծուն չես փնտրում, կախարդների մոտ ես գնում։ Երեկ որ ես թեման գրում եմ, հետաքրքիր բան հանդիպեցի, ասում եմ, ոմանք երբ որ խոսում եմ միակ թագավորի մասին, էլի խոսում Ասայի մասին, ասում եմ, երբ որ ինքը իր ոտքերից հիվանդացավ, փոխանակ Աստծուն փնտրել, գնաց բժիշկների մոտ։ Գիտեք, ում ենք առաջինը մենք փնտրում մեր կյանքի բոլոր իրավիճակներում։ Եվ ես այսպես եմ վերնագրել. ում ես փնտրում կամ ինչ ես փնտրում։ Գիտեք, երբ որ նեղություն ա լինում, դու առաջինը բջջային հեռախոսդ վերցնում ես, ում ես ուզում զանգես։ Եվ որ ինչ-որ խնդրի մեջ ես հայտնվում, առաջինը ում ես փնտրում։ Աստծո երեսը, թե փնտրում ես ուրիշ բաներ։ Գիտեք, սրանք այնքան կարևոր են, որ ես ուզում եմ այսօր սիրելի եկեղեցի կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, որ ձեր մեջ արթնանա, եւ որ ձեր կյանքում ինչ-որ դիպված կա լինում, դուք առաջինը ում եք փնտրում։ Առաջինը միանգամից վերցնում եք բանկային համակարգ եւ սկսում եք նայել ով է այժմ վարկ տալիս։ Թե առաջինը կանգնում եք Աստծո առաջ հասկանալու Տեր, ինչ անեմ ես այս իրավիճակում, ոնց դուրս գամ այս իրավիճակից։ Դուք պատկերացնում եք, ամբողջ մի ժողովուրդ ուխտ արել, որ մենք Տիրոջ երեսն ենք ման գալու, որոնելու ենք նրա ներկայությունը։ Ոսից ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Եթե այսօր քո կյանքից Տիրոջ ներկայությունը գնացել է, այսօր եթե քո կյանքից Սուրբ Հոգու ներկայությունը գնացել է, գիտեք հիշեք այն օրերը, երբ որ Տիրոջ Հոգին գալիս էր քո վրա, ու քո ներսում այդ քո ջրերը խառնվում էին, ու քո ներսում այդ բժշկարար զորությունը դուրս էր գալիս։ Եվ այսօր դա չկա, նշանակում է դու ինչ-որ բան կորցրել ես։ Նշանակում է դու ինչ-որ բան կորցրել ես։ Ինչ-որ իրավիճակ դու ուրիշ բան ես փնտրել եւ թողել ես Տիրոջը։ Գիտեք, շատ-շատերը կարող են թողել եկեղեցին, թողել ծառայությունը, գնալ արտերկիր ինչ-որ գումար վաստակելու, եւ այդ մարդիկ հայտնվում են այնպիսի դժվարությունների ու փորձությունների մեջ, համ կորստում են Աստծուն, համ կորստում են բոլոր իրանց այն երազած ֆինանսական, չգիտեմ ինչերը։ Բայց եթե դու Աստծո հետ գնայիր, ես հաստատ համոզված եմ, որ դու օգտված կլինեիր։ Որտեղ չկա մի իրավիճակ, որտեղ որ Տերը քեզ տանի ու դու օգտված չլինես։ Չկա մի իրավիճակ, որ Տերը քեզ ասես բան այսպես արա, ու հետո Տերը ծնկին խփի ասի, ափսոս, փոշմանեցի, սխալվել եմ, լավ կներես։ Գիտեք, երբեք այդպես իրավիճակ չկա։ Եվ որ Աստված քեզ մի բան ասի, երբ որ դու փնտրում ես իր երեսը, ինքը քեզ մի բան խոսի ու հանկարծ հետո ասի, փոշմանեցի, ես չսենց պիտի չանեի, սենց պիտի անեի։ Գիտեք, մեր կյանքում կարանք մենք այդպես անենք, բայց երբեք Աստված չի սխալվում։ Ամեն։ Եվ դուք պատկերացնում եք ամբողջ մի ժողովուրդ ուխտ անում, որ մենք դե Աստծուն փնտրենք։ Եվ ասում է, ով որ Աստծուն չփնտրի, կարկոցվելու է։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է մի բան, որ մենք բոլորս պետք է Աստծո երեսը ման գանք, որպեսզի Տիրոջ ներկայությունը մեզանից չգնա։
Սիրելի եկեղեցի, երբեք մեկ մտածեք կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, երբեք մեկ մտածեք, եւ որ Տիրոջ ներկայությունը ձեր վրայից գնաց, Սատանան վախենալու է ձեր բարձր ձենից, ձեր աշկերի գույնից, ձեր մազերի սանրվածքից։ Գիտեք, Սատանան վախենում է այն օծությունից, այն զորությունից, որը որ Աստված դրել է ձեր վրա։ Մնացած ժամանակ ինքը ձեզանից չի վախենում։ Եթե կարողանում է մեկ հոգի լցված դևերով, կարողանում է շղթաները պոկել ու գերեզմաները փախտնել, երբեք մի մտածեք, որ դուք ավելի ուժեղ եք լինելով առանց Հիսուսի։ Ինչ ենք մենք փնտրում։ Ում ենք մենք փնտրում։ Ինչ ենք մենք փնտրում, ում ենք մենք փնտրում։ Արդյոք մենք եկեղեցի գալով Տիրոջն ենք ուզում։ Արդյոք մենք եկեղեցի գալով կամ գիտեք մեր աղոթքի սենակը մտնելով մենք ինչ որ sense ճիշկա ենք դնում, թե իրականում մենք իր ներկայություն ենք ուզում։ Շտապում եմ, հեսա բան անեմ, էլի Տեր ջան, 2 րոպե աղոթեմ ու այդ համ էլի գործից ուշանում եմ։ Գիտեք շատ անգամ խենք տենց անում, որտեղ վախենում ենք, ես Տիրոջ ներկայությունը գա, մենք էլ չենք ուզենա գործի գնանք։ Բավար գործից ուշանամ։ Գիտեք ուրեմն այնպեսի ժամ վերցրա աղոթքի իր ներկայության մեջ մտնելու, որ երբեք էլ չմտածես, որ կուշանամ։ Մտի Տիրոջ ներկայության մեջ։ Ու այնքան բան կփոխվի քո կյանքի մեջ։ Նայեք ինչ ասում Հիսուսը Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 33 խոսքում։ Այդ ամբողջ 24-ից մինչև 33-ը Հիսուսը խոսում է հոգ չանելու մասին։ Որ ասում է մի հոգ արեք, ինչ եք ուտելու, ինչ եք խմելու, դաշտիշաներն օրինակ բերում եւ 33 խոսքում նայեք ինչ ասում Տերը, բայց առաջ խնդրեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը եւ այդ բոլոր բաները ձեզ պիտի տրվի։ Ուստի վաղվա համար հոգ մի արեք, որովհետեւ վաղվա օրը իրեն համար հոգ պիտի անի։ Հերիքի օրվա իր նեղությունը։ Մի ուրիշ թարգմանության մեջ գրում է Աստծո արքայությունը փնտրեք։ Աստծո արքայությունը փնտրեք։ Ուզում եմ մտածես, չեմ ուզում ձեռք բարձրացնես։ Երբ որ կանգնում ես աղոթքի առաջինը ինչ ես փնտրում։ Ասում մի պատասխանեք, մտածեք։ Երբ որ դու կանգնում ես աղոթքի առաջին իր ներկայություն ես ուզում, թե առաջինը քո ցուցակը ուզում ես ներկայացնես Աստծուն, հետո իր ներկայությունը կլինի թե չի լինի։ Երբ որ մարդը խնդիր ունի, դժվարություն ունի, կամ հիվանդություն ունի, կամ ֆինանսական խնդիրներ ունի, երբ որ կանգնում է աղոթքի առաջինը ինչ է անում ինքը։ Իրան հետաքրքիր չի իր ֆինանսները, առաջինը Տիրոջ ներկայությունը ուզում, թե առաջինը բերում է բոլորս ես թվարկում է Տեր ջան, այսօր ես բանկին այսքան պիտի փող տամ, վաղ այսքան պիտի անեմ, մյուս օրը սես պիտի անեմ, հարևանից ես փող եմ վերցրել պար, կեսի պիտի անեմ։ Քո ներկայությունը այդքան կարևոր չի, կարևոր իմ այս ֆինանսական հարցերը լուծվի, թե կարևոր իր ներկայությունն է։ Որտեղ գիտեք մի բան ասեմ, երբ որ գկա իր ներկայությունը ձեր կյանքի մեջ, այդ մնացած բոլոր բաները կարող են լուծվել։ Որտեղ ինչ ասում շարունակություն, ուստի վաղվա համար հոգ մի արա։ Հավատացեք Աստված կարա հրաշքներ անի։ Քո կյանքի ամեն բնակավարում ինքը կարա հրաշք անի։ Բայց գիտեք ամենակարևորը որն է, որ դու փնտրես իր ներկայությունը։ Իր երեսը։ Ինձ քո ներկայությունը հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է, որ ես իմ առողջական հարցը լուծի, կարամ հելեմ գործի։ Լավ հելար գործի, հետո փող կաշխատեմ, հետո լավ կապրեմ, հետո կգաս կասես մի տեղ, որտեղ որ կգաս Հիսուսին կասես, բա ինչ անեմ որ մտնեմ երկնքի թագավորությունը, կասես բոլոր ունեցվածքդ կարաս ծախես։ Այսքան տարի տանջվեցես ունեցվածքս ձեռք բերեցի մեල් ծախեմ։ Հետո կգա հասնի դրան։ Հետո գլուխդ կախ, տրտմած կգնաս ու կասի ցավալի է, որ այն մարդիկ, ովքեր որ երկնքի առկայություն չեն կարող մտնել, որոնք իրենց հույսը դնում են իրենց հարստության վրա։ Իրենց հարստության վրա։ Ոչ թե հարուստները չեն կարող մտնել երկնքի առկայություն, այլ այն մարդիկ, ովքեր իրենց հույսը դնում են հարստության վրա։ Եվ ինչ ասում Տիրոջ խոսքը, փնտրեք Աստծո արքայությունը։ Ուզում եմ մտածես, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեն, ուզում եմ մտածեք, եւ որ կանգնում ես աղոթքի, ինչ ես փնտրում։ Ուղղակի սիցդ աղոթում ու գնամ, կամ վերցնում ես այնպիսի ժամանակահատված, որ հեսա 10 րոպեից քեզ ձայն են տալու։ Դե Տեր ջան, տեսար էլի, Վարդուշ եկավ ձեն տվեց գնալու եմ։
թե մենք իրականում Աստծո ներկայություն ենք ուզում։ Գիտեք, մենք շատ բաներ ենք ներկայացնում, ցուցակով երբեմն գալիս ենք Աստծո առաջ ու ես եմ ուզում, այստեղ մի սերունդ կա, որոնք որ կհիշեն, խանութներում առաջ այդ հայերեն չգիտեմ ոնց ասում, կալկուլյատոր չկար, հիշում եք, չոթք կար։ Գնում էի խանութ, առևտուրանում, ես որ փոքր էի, ես ասում եմ ո՞նց են հաշվում։ Այսքան ստեղ, այսքան sense գցում էր այս կողմից են կողմ 3 հատիկ բերում էր ստեղ, այն ավելի վերևոր գնում էր մի հատիկ էր բերում, դրանք ավելի թանկ, հավ sense չալախած փողերն էին։ Վերջում ասում ես կա փող դիտած։ Ես որ փոքր եմ, միշտ մտածում ես մարդիկ ո՞նց են հաշվում։ Հետո որ մի քիչ մտածի իմացա ո՞նց են հաշվում։ Հիմա դու տենց հաշվիչով ես մտնում Աստծո մոտ։ Էս եմ ուզում, թե էսի չեմ ուզում, սրանից հանում եմ էսի։ Հետո էս եմ ուզում, հետո էս եմ ուզում։ Թե իրականում իր ներկայությունն ես ուզում։ Հավատացեք մի բան ասեմ։ Հռոմեացիների թղթում այնքան լավ է նկարագրում, ինչ բան Աստծո արքայությունը։ Հռոմեացիս 14:17 Որովհետև Աստծո արքայությունը, ինձ հետ միասին ասա, Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չի։ Բայց դեպքում ինչ է, հենց որ մտնում աղոթքի, մենակ ուտելիք ու խմելիք ես ուզում։ Ասա որտեղ սոված եմ, հա։ Սա մի քիչ հումոր էր։ Չնայած ճշմարտություն կա հումորի մեջ։ Եվ հետո ինչ է շարունակություն ասում։ Հապա արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Աստծո արքայությունը, արդարությունը, խաղաղությունը եւ ուրախությունը Սուրբ Հոգով։ Հիմա ուզում եմ մտածես։ Ինչքանով է քո ներսը ուրախություն։ Ի պատասխանի, մտածի։ Երբ որ ընդու տկար ես, երբ որ ընդու վատառողջ ես, ինչքանով է քո ներսում խաղաղություն։ Երբ որ դու ֆինանսական խնդիր ունես, եւ մեկ էլ հանկարծ մի հատ քեզ գործ են առաջարկում, որտեղ լիքը ֆարշ բաներ կա, ու դու դրա հետևանքով կարաս շատ փող աշխատես։ Այդ դեպքում որ ինչքանով է քո ներսում արդարությունը բարձրանում, ասում ես, գիտես, ես իմ Աստծո առաջ հանցավոր բան չեմ անի։ Ուզում եմ մտածենք, մենք արթնություն ենք ուզում։ Արդեն որի օր շաբաթն է մենք ամեն աղոթքին, ամեն մի ծառայող որ աղոթում արթնություն է ուզում։ Իսկ ինչ եք մտածում։ Երբ որ արթնությունը գա եւ մեր ներսում արդարություն, խաղաղություն ու Սուրբ Հոգու ուրախությունը չլինի, մենք ո՞նց ենք դիմավորելու այդ արթնությանը։ Երբ որ քո ներսում անարդարությունն է տիրում, երբ որ քեզ օրինակի համար ավել մանրադրամ են տալիս ու դու վերջում դնում ես գրպանը, ասում ես կպավ։ Ինչքանով է դա արդար։ Ինչքանով է քո արդարությունը, Հիսուս եթե ձեր արդարությունը դպիների ու փարիսեցիների արդարությունից ավել չլինի, չեք կարող մտնել երկնքի արքայություն։ Ուզում եմ մտածես, ելի եղբայրս, քույրս, ինչքանով ես դու ձգտում արդարության։ Գուցե հիմա մեկ ասի, թե եղբայր, մենք բոյկոտում ենք բանի տրանսպորտի թանկացմանը։ Ես չեմ ասեմ, որ դա արդարություն է։ Դու որ չես վճարում, ինչ որ մեկը քո տեղը վճարում է։ Ուշտե շուտ ինչ որ մեկից դուրս է գալ այդ գումարը։ Չգիտեմ, գուցե այն մարդիկ, ովքեր բոյկոտում են, հետո ինձ քարկոծեն, դա ձեր որոշումն է։ Բայց կարող մի բան ասեմ։ Այն բոլոր հաշմանդամները, ովքեր ու անվճար են երթևեկում, բոլոր զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, որոնք որ անվճար են երթևեկում, ես մտածում եմ, քո տված այդ ավել 50 դրամը, որ ավելի բարեկեցիկ տրանսպորտով ես գնում, այն մնացածի ծախսերը կարող ես փակել։ Ես հիմա չեմ գովազդում, որ գիտեք, ես տրանսպորտի հետ կապված, դա այն ոլորտը չի։ Բայց ես պարզապես ուզում եմ ասել, որտեղ է քո արդարությունը։ Եկեք գնացեք 20 տարի առաջ կամ 15 տարի առաջ, որովից է նա զոհված զինծառայող ընտանիքի նման արտոնություններ տալիս էին։
Որովհետեւ մեկին արտոնություն տալիս էին անվճար բուժ զնության կամ նման բանի։ Կաշիտ քերտելով վերջի կոպեկները ձեռքից վերցնում էին։ Եկեք մենք արդար լինենք մեր բոլոր որոշումների մեջ։ Չէ՞ որ Աստծո խոսքը ասում է Աստծո արքայությունը առաջինը դա արդարությունն է։ Եղբայր ես այնպեսի ոլորտում եմ աշխատում, որ ամեն երկրորդը պետք է սուտ խոսեմ, ուրեմն փախետ գործից, բայց լավ եմ վճարում։ Այդ դեպքում դու կորցնում ես Աստծո ներկայությունը, որտեղ ամեն անգամ սուտ խոսելով 1, 2, 3, 4, գիտեք ես ինչ եմ հասկացել։ Առաջի անգամ Սուրբ Հոգին քեզ հանդիմանում է, դու սպես ոնց որ էլեկտրական հոսանք միացրած լինեն քեզ, դու սենց վերապրում ես, ոյ, վազում եմ, ապաշխարում եմ։ Երկրորդ անգամ նույն բանը անում ես։ Երրորդ անգամ, 5-րդ, 20-րդ անգամ, էլ դու չես լսում Սուրբ Հոգու հանդիմանությունը։ Ու դու մտածում ես, որ տես ճիշտ է։ Ուրա մեր արդարությունը է դեպքում։ Չէ՞ որ մենք ասում ենք, փնտրեք երկնքի արքայությունը։ Երկրորդ բան ուզում եմ, որ մի փոքր ուշադրություն դարձնես քո ներսի խաղաղությանը։ Չկա խաղաղություն, ուրեմն արքայությունը պակասել է։ Հետո քո ներսում առավոտից իրիկուն տագնապ է, լարվածություն է, ու այդ խաղաղությունը քո ներսից արդեն ամիսներ շարունակ բացակայում է, այդ նշանակում է դու կորցրել ես արքայությունը։ Որտեվ գիտեք մի բան ասեմ, ով գորը մի հետաքրքիր բան ասում։ Ասում երբ որ նավակը ծովի մեջն է, դա նորմալ է, բայց երբ որ ջուրն է նավակի մեջ, դա արդեն անորմալ է։ Երբ որ քո կողը փոթորիկ է, դա նորմալ է, որ քո ներսում խաղաղություն կա, բայց երբ որ արդեն այդ փոթորիկը քո դրսի արդեն հայտնվում է քո ներսում, այս արդեն խնդիր է։ Դա նշանակում է դու կորցրել ես Աստծո արքայությունը, որ քո ներսում սկսում է տագնապը։ Ասես, բա ինչ անեմ, եղբայր։ Չանհանգստանամ։ Գիտեք, չանհանգստանալը եւ ներսի խաղաղությունը կորցնելը բավական տարբեր բաներ են։ Միգուցե մեկ ասի, եղբայր, չանհանգստանամ, որ գիշերվա ժամը 11-ն է, դեռ երեխաս տուն չեկե, չզանգեմ իրեն։ Գիտես, դու կարող ես զանգել, դու կարող ես անհանգստանալ, բայց դա չի նշանակում, որ քո ներսի խաղաղությունը պետք է դրա պատճառով կորսվի։ Ամեն։ Ոսարակելը միտեղ գրում ասում է ջանք արեք Սուրբ Հոգու խաղաղությունը պահել։ Գիտեք, դու պետք է ամեն ինչ անես, որ քո ներսի խաղաղությունը մնա։ Նայ, քո ներսի խաղաղությունը մնա։ Որտեղ երբ որ քո ներսի խաղաղությունը կորում է, գիտես, դու բալանսից ընկնում ես։ Բոլոր վարորդները լավ գիտեն։ Երբ որ անվադողերը բալանսավորված չի լինում, մեքենան երբ որ մի փոքր արագություն է զարգացնում, սկսում է անկանոն աշխատել։ Միջև անգամ վտանգ է ներկայացնում իրենից։ Գիտեք, երբ որ մենք մեր խաղաղության բալանսը կորցնում ենք, ամեն բան փոխվում է մեր կյանքում։ Գիտեք, հանդիպել եմ մարդկանց, գիտեք ինչ են ասում ինձ, այս երաժշտությունը որ լսես, խաղաղություն կլինի ներսում։ Գիտես մի բան ասեմ, այդ բան կարող է լինի։ Հաջորդ վարքյանին էլ չի լինելու խաղաղությունը։ Գիտեք, երբ որ մենք առողջարանում էինք կնոջս հետ, մի սենյակ կար, կոչվում էր աղի թերապիա։ Կասեք ինչ աղի թերապիա։ Հատուկ մի սենյակ էր, բոլոր պատերը իբր աղի տեսք էր ընդունած եւ չգիտեմ ինչ աղեր դա, փոշիացրած սենց փչում էր այդ ամբողջ սենյակի մեջ եւ դու որ շնչում էիր, ոնց որ շնչուղիների համար դա բավական օգտակար է եւ շատ մեղմ երաժշտություն էր միացրած։ Ոմանք գալ նստում քնում էին։ Հետո դες դուրս են գալի մյուս թերապիան, թեյի թերապիան էր, հատուկ բուրմունքներով, չգիտեմ, նորից դարձել երաժշտություն էր միացրած։ Ու գիտեք, ես նայում մտածում էի։ Այս մարդիկ համոզում են մարդկանց, որ իրաց նյարդերը խաղաղվի։ Բայց հետո ես դուրս են գալի իջնում էին ներքև, եւ որ տեսնում են ներքևի հերթերը, մեկերը սկսում են բորբոքվել։ Բա իմ հերթներ ինչի հիմա իմերու գնաց, այդ վերևի թերապիան բրծավ։ Բայց գիտեք, երբ որ տիրոջ խաղաղությունն է քո ներսում, այդ թերապիա չի, դա միշտ մնում է։
Ուգտեք առաջի անգամ որ մենք այդ առողջարանում ենք, շատերը մոտենում են մեզ ասում են լսեք, ոնց որ դուք ուրիշ մարդ եք։ Ասում եմ մենք քրիստոնյաներ ենք։ Ու ամենից սկսած մեկից։ Մեկի համար հենց աղոթեցինք, Տիրոջ ներկայությունը չավետ մեկի վրա, այս մեկը գնաց այն մյուսին ասեց լսի, ստեղ մի մարդ կա աղոթում անես լավ ալնում։ Հետո իմիջել ենք թերապիա ասма, մենք ժամը 2-ին ընդմիջում ունենք, կարողանաք գաք մեր համար աղոթել, ասում իհարկե։ Հետո իր համար ենք աղոթում, հետո մյուսը գրասում լսի, այս մարդը աղոթում է, հետո մյուսը եկավ, հետո համարը բոլոր բժիշկների համար սկսեցինք աղոթել։ Նախավերջի օրը որ գալիս էին, բոլոր բժիշկները արդեն հայաթում էին, դեռ մի հատ հայերեն բեսեդկե ոնց է։ Տաղավարում նստած էինք, այն մեկը բոլորին հրավիրեց դուրս, կաղոթեք մեր համար նոր գնաք։ Ես էլ որ մի քիչ sense մորուքով էի, շատերը գիտեին ես քահանա եմ, այն մեկը արդեն ինձ դերում էր խաչակնկվում էր։ Այն մեկը արդեն գնում էր ասում, բա որ իմանայինք դու քահանա ես, ասում, մենք բան կանենք, այտենց մեզ չենք պա էլի։ Հետո մեկը մի քիչ շատ sense ազատ էր խոսում մի կին էր, ասում այո դու քահանա ես, այտենց չի խոսել արդեն։ Խաղաղություն, որը որ այսօր բացակայում աշխարհում։ Խաղաղություն, որը որ այսօր աշխարհում չկա։ Աշխարհում ի նկատի չունեմ այս պատերազմների հետևանքով։ Աշխարհը չունի խաղաղություն։ Եվ շատ անգամ ընտանիքները ինչ են փլուզվում այդ ոչ խաղաղության հետևանքով։ Որտեղ ամեն մեկի ներսում փոթորիկը, ամեն մեկի ներսում ագրեսիա է, եւ այդ ագրեսիաները որ բախվում են իրար, մենք ժողովուրդը մի հատ խոսք ունի, չի ասում ընտանիքում զույգերը պետք է մեկը լինի բամբակ, մեկը զանգակ։ Եվ որ երկուսն էլ զանգակ են, ծլնկ, վերջը լավ չի լինում։ Գիտեք, չկա այդ խաղաղությունը, չկա այդ մնացած բաները։ Երբ որ Տիրոջ խաղաղությունը գալիս է քո ներսում, սիրելի քույրեր, ովքեր որ ամուսնացած են, ինչքան էլ որ ամուսինը այդ պահին ոչ ված վիճակում տուն է գալիս, քո խաղաղությունով դու կարող ես իրան օգնել։ Բայց պատկերացեք ամուսինը օրինակ իմար աշխատանքի տեղ ինչ-որ խնդիրներ ունի, ու ինքը տուն է գալիս, ինքը գոռում է, դու գոռում ես։ Ու դուք պատկերացնում եք վերջը ինչ կարա լինի։ Ինքը գոռում է, դու գոռում ես, ինքը գոռում է, դու գոռում ես, ինքը գոռում է, դու գոռում ես։ Ու վերջում լավ չի լինում։ Ու գիտեք, բոլոր հարևանները լսում են ձեզ։ Դու ասում ես, էս է այդ հավատացյալները։ Խաղաղություն, որ ամեն մտքից վերը, որ կարա քո ներս այդ խաղաղությունը լինի, գիտես, եւ որ Աստծո արքայությունը քո ներսում է։ Հիսուսն ասաց, փնտրեք Աստծո արքայությունը։ Հիմա դու որ կանգնում ես աղոթքի, ինչքանով ես փնտրում խաղաղությունը։ Հովջան, սպաս է, այնքան խնդիրներ ունեմ։ Հեսա բաժնվում ենք։ Հեսա երեխես բանակա գնում, հեսա բանը սենց ելնում, խաղաղության մասն ես խոսում։ Լսեք, հենց այդ խաղաղության մեջ է, որ Տիրոջ ձայնը լսելու ես։ Ես մի քանի կիրակի առաջ խոսում եմ այդ խաղաղության մասին։ Արքայությունը ասում է ուտելիք ու խմելիք չի։ Այսինքն մեր որովայնի մասին ենք շատ անգամ մենք աղոթքի ժամանակ մենակ մտածում։ Գործերս լավ լինի, օրնված ելնեմ, առողջ ելնեմ։ Իսկ Պողոսը գիտեք ինչ ասում է, ոմանց Աստված իրանց որովայնն է։ Եվ որ գործերը լավ է, առողջ ես, ես, ում համար ես այդ փողը աշխատում։ Հովիվ ջան, աշխատեմ, բերեմ եկեղեցին սարքեմ։ Այդ ընդամենը խաբկանքը։ Եվ որ քո ներսում չկա խաղաղություն, դու ընդհուպ 100 լումա չես ուզենա նվիրաբերել եկեղեցուն։ Բայց երբ որ քո ներսում կա խաղաղություն, դու կանես ինչ որ կանես։ Գիտեք, մարդիկ ինչի են ընկնում տագնապի մեջ։ Կորցնելու վախից։ Բայց երբ որ քո ներսում խաղաղություն կա, դու երբեք չես վախենա։ Երբեք չես վախենա, որովհետև գիտես, խաղաղության իշխանը ինքը քեզ հետ է, եւ ինքը կարող է քեզ ամեն ինչից առաջ զգուշացնելու խոսել։ Աստծո արքայությունը խաղաղությունն է, արդարությունն է։ Գիտեք, երբեք դու չես կարող այս մեկին այն մեկին խաբելով գումար վաստակել ու քո ներսում խաղաղություն լինի։ Դա չի կարող այդպես լինի։ Ամեն, դու ստեղ ես։ Եվ որ քո ներսում խաղաղություն կա, դու երբեք չես վախենա։ Երբեք չես վախենա, որովհետև գիտես, խաղաղության իշխանը ինքը քեզ հետ է, եւ ինքը կարող է քեզ ամեն ինչից առաջ զգուշացնելու խոսել։ Աստծո արքայությունը խաղաղությունն է, արդարությունն է։ Գիտեք, երբեք դու չես կարող այս մեկին այն մեկին խաբելով գումար վաստակել ու քո ներսում խաղաղություն լինի։ Դա չի կարող այդպես լինի։ Ամեն, դու ստեղ ես։
Գիտեք, դա շատ տարիներ առաջ էր։ Ես դեռ ժամանակ կոշվի բանտում էի, ու մի ազնվորություն էր, ես չեմ հիշում ով էր ինքը, հիմա չեմ հիշում, բոլորը տենց հավաքվել էին, ինքը հետաքրքիր ավետարանի չէր, խոսում էր, ու ինքը մի բան պատմեց, ասում հարցնում են աշխարհի ամենահարուստ երկչուհուն։ Անունը էլ ժամանակ ասած չեմ հիշում, դա 90-ականների մասին էր խոսքը։ Ասում են, երբ որ գլուխը դնում ես բարձին քնելու, ավելի շատ ինչ ես փափագում։ Ասում գիտեք ինքը նորից չասեց, ես մեկ վիլա եմ ավել ուզում, ես եմ ավել ուզում, ես ասեց, երբ որ իմ գլուխս դնում եմ բարձին քնելու, մի բան եմ ուզում, որ իմ ներսը խաղաղ լինի։ Գիտեք ամենամեծ բանը դա խաղաղությունն է քո ներսում, որ կարա լինի, որովհետև Աստծո արքայությունը ասում է խաղաղությունն է։ Եթե խաղաղությունը պակասել է, իմացած եղի Աստծո արքայությունը պակասել է։ Ուրեմն ինչ պիտի անես։ Փնտրես արքայությունը։ Ոչ թե կանգնես աղոթքի ու այս տղուս համար ես եմ ուզում, այս աղջկաս մարդիս համար, բա Տեր ջան, մարդ եմ ուզում, ես արդեն 20 անց է։ Դե մնացի տունը։ Ձերի չամուսնացած աղջիկ եք։ Մի հատ հարց տամ էլի ձեզ։ Ուր երբ ուզում, որ ժամին ուզում եք, չեք կարող դուս ներսանեք։ Հələ ամուսնացածներին հարցրեք։ Միջև 6 տեղ մի քիչ կոպիտ ասեմ, էլի չեն կուրսվում, չեն կարող տնից դուրս գալ։ Մի հատ կեսուրին հարցնում, մի հատ կեսարին, մի հատ մարդուն, մի հատ տալին, մի հատ չգիտեմ ում։ Նոր կարողանում է տնից դուրս գալ։ Մեկն էլ որ հանկարծ իրանցից ասես չէ, ու ինքը գնաց, ինքը գիտի որ հետ վերադարձին ինչ էր սպասվում։ Իսկ չամոց ասածները կարող են ասել գիտես կա։ Աղջիկս մեկ-մեկ զանգում է, պապ երեխեքով տեղ են կամ գործը գնալու տեղ են մի քիչ ուշ կգամ, վերջ։ Ոգի տեղա կպահում։ Չի հարցնում, ուշ գամ թե չգամ։ Իհարկե, երբեմն տեղ գնալուց առաջ հարցնում է խորհուրդ անում, բայց ինքը ազատ է։ Բայց ինչ են իրան ասում տունը մնացած, իսկ այն մեկը որ ամուսնացած է ինքը տունը մնացածը չի, հակառակն ասեմ իմանալ։ Սա մի քիչ թեմայից դուրս։ Ու գիտեք մի բան ասեմ, ամենամեծ խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է։ Որտեվ Տիրոջ ներկայության մեջ դա ամենայն քո ներսի հիրանալի վիճակն է, որտեղ քո ներսը ամբողջովին խաղաղ է։ Ամեն քո ներսը խաղաղ է։ Որտեղ դրա ներկայության մեջ ես։ Գիտեք, գուցե դու ծովի ալիքների մեջ ես, բայց այդ ջրերը քո ներսում չեն։ Քո ներսում խաղաղություն է, գիտես ինչի, որտեղ քո նավապետը փորձառու նավապետ է։ Ինքը գիտի ալիքների հետ ոնց կռվի։ Ինքը գիտի քեզ ոնց հասցնի ապ։ Քո ներսում ջուր չկա, խաղաղ է։ Գիտեք, դա այնքան կարևոր է, սիրելի եկեղեցիք, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, դա այնքան կարևոր է, որ քո ներսում լինի խաղաղություն։ Որտեղ որ քո ներսում խաղաղություն կա, դու այդ խաղաղությունը դու տանում ես քո տուն, քո ընտանիք, քո երեխաների միջավայր։ Եվ մեկ էլ մարդիկ նայում ասում, լսեք, դուք ինչ նախանձելի ընտանիք եք։ Բոլորը խաղաղ եք, բոլորը ժպտում եք, բոլորը ուրախ եք։ Այդ ո՞նց է լինում, տենց է լինում։ Որովհետև Աստծո արքայությունը դա ուրախություն է, դա խաղաղություն է, դա արդարություն է։ Մյուս բանը, որի վրա որ մի փոքր էլ ուզում եմ ուշադրություն դարձնեմ, դա ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ուրախություն սուր հոգով։ Հիմա նայեք։ Գիտեք, երբեմն մարդիկ միջև պատերազմը մենք շատ ասես ուրախ մարդիկ ենք, որ գնում ենք հարսանիքների կամ ինչ-որ քեֆերի, այնպեսի քեֆ էինք անում, որ հետո մարդիկ ասում դուք ո՞նց եք կարող առանց խմել sense քեֆ անել։ Գիտեք, աշխարհը այսպես է մտածում։ Խմենք, որ կարողանանք քեֆ անել։ Որտեւ իրենք մտածում են, այդ ուրախությունը այդ խմիչքի մեջ է։ Բայց ես մի փոքր խմում են այդ խմած քեֆերի վերջը մեծամասնությունը դաժան է վերջանում։ Հիշում եմ, այս ինչքան տարի առաջ դու sense բան արեցիր։ Եվ գիտեք, հաջորդ օրը արտանում են սարսափելի գլխացավերով, արտանում են չգիտեմ ինչերով։ Բայց գիտեք, քրիստոնյաները մյուս օր արտանում են առանց գլխացավ, նորից առավոտը վազում են Տիրոջը հանդիպելու, գալիս է իր ուրախությունը, գալիս է խաղաղությունը,
Այն մեկ առավոտելում է կնկանաս մայ կնիկ, հələ գնակ խանութ մի շիշ արաղ բեր խմեմ, ես պախպելից դուրս գամ։ Բայց քրիստոնեները առավոտ արտանում են առանց օղու։ Նորից ուրախ են, նորից խաղաղ են։ Ու մարդիկ զարմանում են, ո՞նց է լինում, որ այդպես է լինում, որտեվ Սուրբ Հոգու ուրախությունը դա բոլորովին ուրիշ բան է։ Որ քո ներսում անպատմելի ուրախություն է, գուցե դրսում փոթորիկ է, բայց քո ներսը ուրախ է։ Քո ներսում կա խաղաղություն եւ ուրախություն, ինչի, որովհետեւ Սուրբ Հոգու ներկայությունը քո ներսում է։ Եթե այդ ամենը պակասել է, դու մտածելու բան ունես, ելի եղբայրս, քույրս։ Ոչ թե մտի աղոթքի ու սկսի խնդրել քո կարիքները, ես հիմա չեմ ասում, որ քո կարիքների համար չաղոթես։ Բայց դրանից ավելի կարևոր բան կա։ Աստծո արքայությունը փնտրի։ Տեր, ես քո երեսն եմ ուզում։ Գիտեք, երբ որ քո ներսում տագնապ կա, ու դա շարունակական է, դա նշանակում է դու կորցրել ես իր ներկայությունը։ Բայց եթե դու իր ներկայության մեջ ես ու հանգարց ներսը տագնապ է բարձրանում, դու սկսում ես աղոթել, Տեր, ես ինչի է, ու մեկ էլ Սուրբ Հոգին խոսում է, սկսի լեզվերով աղոթել Վալոդի համար։ Օրինակ եմ բերում, Վալոդ ու Վարդուշի միշտ օրինակների անուններն են։ Ու գիտես, սկսում ես աղոթել, աղոթում, մեկ էլ գալիս է խաղաղություն, ուրախությունը։ Մեկ էլ հասկանում ես, որ Աստված ինչ-որ բան արեց քո աղոթների միջոցով։ Եվ գիտեք ամենահետաքրքիրը որն է, հետո այդ մարդը զանգում ես, այդ մարդու հետ խոսում ես, ասում ես, լսի, իրիք վայ ժամին ինչ կար։ Ասում դու չես պատկերացնում ինչ փորձանքից եմ բրծել։ Ու դասում ես, հա, դրա համար է հասկանում, որ Սուրբ Հոգին իմ ներսս անհանգստություն ու տագնապ էր բերել քո համար, ես քեզ աղոթում հետո խաղաղություն եկավ։ Ասում եմ լուրջ։ Ինչ եք մտածում այդ դեպքում այդ մարդը ուզենա լսել քեզ, երբ որ դու ավետարան քարոզ ես իրեն։ Ուզենա լսել։ Գիտես ինչի՞։ Որովհետև դու խոսում ես բաներ, որ այդ մարդը այդ պահին ֆիզիկապես վերապրել է։ Որտեղ դու աղոթել ես, իր կյանքում այդ փորձանքը կոպիտ ասած ավարտվել է, ու դու խոսում ես իրան, որ գիտես կա Սուրբ Հոգին իմ ներսում անհանգստություններ դրել քեզ համար։ Սա այնքան կարևոր է, սելի եկեղեցի, Սուրբ Հոգու ուրախությունը։ Գիտես այսօր քայլում ես փողոցներով, նայում ես մարդկանց աչքերի մեջ այնքան տխրություն կա, այնքան դառնություն կա։ Գիտես ինչի, որտեղ իրանք չունեն Սուրբ Հոգուն։ Բայց երբ որ դու լցված ես Սուրբ Հոգով, մարդիկ նայում են քեզ, ասում են ես մարդ ինչի է ուրախ։ Ինչի վրա է ուրախ։ Ինչի վրա է ուրախ։ Բայց որ քեզ հարցնում են, ասում են լսի, ես ունեմ Աստծուն, ես ունեմ Սուրբ Հոգուն։ Եվ արքայությունը ուրախությունն է։ Սուրբ Հոգու ձեռով ուզում ես այդ արքայություն ունենալ։ Հա ես էլ եմ ուզում, արի քեզ համար աղոթեմ։ Արի աղոթեմ, որ արքայությունը գա քո կյանքի մեջ։ Գուցե մեկ ասի Հովիվ ջան, մարդիկ այդպես չեն կարող մտածեն, բայց ես քեզ ուրիշ բան կարող եմ ասել։ Եթե դու իրականում այդ ուրախությունով լցված ես, եթե իրականում դու այդ երկնային ուրախությունով լցված ես, դա չի կարող չերևալ։ Դա չի կարող չերևալ։ Սելի եղբայրներ, քույրեր, երբ որ դուք օրիգինալ օծանելիք եք օգտագործում, գիտեք հենց մտնում եք մի սրահ, ձեր օծանելիքի հոտը բոլոր սրահը լցվում է։ Եվ այս մարդիկ կողքով անցնում են, այդ օծանելիքի հոտը զգում են ու մեկ էլ մեկ հետաքրքրվում է։ Կներեք, ասեք ինչ օծանելիք եք օգտագործում։ Ես չգիտեմ, դու մի հատ օծանելիքի անուն ես տալի, որը որ իրականում օծանելիքը պարֆում է։ Եվ հիմա նայեք, երբ որ դուք լցված եք Աստծո արքայությունով, այդ հոտը ձեզանից դուրս է գալի։ Այդ խաղաղությունը, ուրախությունը ձեր ներսից բխում է։ Եվ եմ ուզում եմ նորից գամ առաջի ասածից, ինչ ես փնտրում։ Արքայությունն ես փնտրում, թե մենակ քո օրվա կարիքները լեն, վերջ մնացած ինձ ոչ մի բան հետաքրքիր չի։
Գիտեք շատ անգամ ինչա կատարվում։ Բանկից զանգում են քեզ ասում են, մենք ձեզ լավ առաջարկ ունենք։ Դու էլ այդ բանի ֆինանսական նեղության մեջ ես։ Ինչ եք առաջարկում։ Մենք առաջարկում ենք այսպես վարկեր։ Անցաչափած մենք մեր ծառայական հոնդան ապահովագրեցինք մի հատ ապահովագրությունով, մեկ էլ 2 օր հետո իմ ծննդյանս օրը զանգեցին այդ ապահովագրությունից։ Բարև ձեզ, մի հատ էլ sense բան են դնում, շատ նուրբ, գեղեցիկ, խոսացող աղջկա են դնում, որ մտածելով ես այդ տղամարդի ասում ես մի հարցում սխալվել եք իմ հարցում, որտեղ այն զանգում են ասում վերջ, աբը եմ տալի։ Մենք ձեզ լավ առաջարկ ունենք, քանի որ դուք մեր հաճախորդն եք, ակցիա ունենք ձեր համար, ասում լսում եմ։ Մենք կարող ենք ձեր ամբողջ ընտանիքը ապահովագրել, ասում եմ ձերի, չէ, այսքան փող եք տալ, ասում շնորհակալ եմ։ Իմ ընտանիքը ապահովագրված է։ Գիտեք, ես նուրբ ձայնով սկսում են քեզ գայթակղիչ առաջարկություններ անել։ Գիտեք, բայց ամենահետաքրքիրը որն է։ Երբ որ դու ունես խաղաղություն ու ուրախություն, դու ոչ մեկին գայթակղիչ առաջարկ չես անում։ Ընդհակառակ դու մարդկանց առաջարկում ես կյանքը։ Ամեն։ Դու առաջարկում ես կյանքը, արքայությունը։ Գիտեք, այնքան ա եղել, որ աղոթների ժամանակ Տիրոջ ներկայությունը իջելա, անպատմելի ուրախություն ա լցվեմ ներսում, անպատմելի ուրախություն։ Գուցե իմ սիրտը շատ տեղերում կոտրված եղել եմ երեխու հետ կապված, բայց երբ որ Տիրոջ ներկայությունը եկել ա, այնպիսի ուրախություն ա եկել, որ շատ անգամ ես նայել եմ կնոջը սերեսին ու զարմացած դեմ ոնց դու կարող ես ուրախանալ։ Գիտեք, որտեղ երբ որ իր ներկայությունը գալիս է, քո ներսում բխում է։ Դու դա չես կարող պահել, որտեղ իր ներկայությունը անպատմելի ուրախություն է բերում քո ներսում, անպատմելի խաղաղություն է բերում քո ներսում։ Դրա համար Հիսուսն ասեց. առաջ փնտրեք երկնքի արքայությունը, մնացած բաները ձեզ կտրվեն։ Սել եկեղեցի կամ քույրեր, եղբայրներ, ովքեր ունեք աշխատանքի խնդիր, հավատացեք կտրվի ձեզ այն ամենալավագույն աշխատանքը։ Հավատացեք ձեզ կտրվի ամենալավագույն մեքենայի հնարավորությունը, տան հնարավորությունը։ Բայց ամեն անգամ չէ, որ քեզ կարող են առաջարկել, որ քեզ կտրվի լավագույն արքայության առաջարկը։ Դա լավագույն արքայությունը դա երկնքի արքայությունն է։ Ու երբ որ գալիս է քո ներսում, ամեն բան փոխվում է։ Ամեն բան փոխվում է։ Եթե դու տարիներ շարունակ եկեղեցում ես, տարիներ շարունակ, չգիտեմ, աղոթում ես, բայց դեռ քո ներսում իրական ուրախություն չկա, ես ուզում դու մտածես, ում ես աղոթում այդ դեպքում։ Ում ես աղոթում, ում հետ ես խոսում։ Սելի քույրեր, քան ստեք ժավել այդ գործարը։ Մի քանի հոգի։ Հետո ձեր ձեռքերից գիտեք, ինչ օճառ ուզում եք օգտագործեք, այդ սկզբի ժամանակներում այդ հոտը գալիս է։ Մի չէ որ ինքնաբերաբար անցնում է։ Ասեմ, դա ինչ եմ այդ կոպիտ օրինակը բերում, որտեղ երբ որ իրականում դու Տիրոջ հետ ես հաղորդակցվում, չի կարող Տիրոջ խաղաղության ու ուրախության այդ հոտը քո վրա չգա։ Չի կարող քո վրա չգա։ Հետո մարդիկ նայում են քեզ ասում լսի, ես ինչ ուրախ ես դու։ Ոչ թե խելառ ես, այլ ուրախ ես, դա տարբեր բաներ են։ Ոչ թե մտնում ես խանութ ես շփտում ես սաղին։ Շփտան որ ասեն ուրախ ես։ Ոչ։ Այդ ուրախությունը քո աչքերից միջև անգամ երևում է։ Երբ որ քո ներսում տխրություն կա, երբեք քո աչքերը ուրախ չեն։ Բայց երբ որ քո ներսում ուրախություն է, քո աչքերը առաջինը քեզ, այսպես ասեմ, դավաճանում են, մատնում են, որ քո ներսում խաղաղություն կա, ուրախություն կա։ Մարդիկ ասում են, քո աչքերը ոնց որ ուրիշ աչքեր են։ Դու ասում ես հայ աչքեր են։ Չէ, ասում ես մի ուրիշ բան էլ կա։ Մի ուրիշ բան էլ կա։ Այնքան խաղաղություն կա քո ներսում։ Չէ՞ որ այսպես մի արտահայտություն կա, մեր աչքերը մեր հոգու հայելին են։ Ինչ որ բան քո ներսում կա։ Ասես, այո, իրականում կա, որովհետև ես ունեմ արքայությունը։ Ուզում ես այդ արքայությունը։
Կարող եմ քեզ համար աղոթել, կարող ես քո սիրտը բացել արքայության համար, եւ երկնքի արքայությունը գա քո ներս։ Եվ դու ունենաս այդ արդարությունը, ունենաս խաղաղությունը, ունենաս Սուրբ Հոգու ուրախությունը։ Ամեն անգամ Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելուց գալիս է քո ներսում ուրախություն։ Ուզում եմ տեսնեմ քո ձեռքը, եւ որ դու վերջի անգամ լսել ես Աստծո ձայնը, որ Աստված քո հետ խոսել է, քո ներսում տագնապ է եղել։ Քեզ երբ որ Աստված խոսում է քո հետ, ընդու պետք է հանդիմանում է, քո ներսում ուրախությունն է գալի, գիտես չէ, որտեվ գիտես որ դու երեսից ընկած չես։ Որ Աստված խոսում է քո հետ, ընդու պետք է մի հատ էլ իմ բառերով ասեմ, ճլոթի է տալի։ Բայց գիտես որ ներսում ուրախություն է, որտեվ Աստված քո հետ խոսում է, դու երեսից ընկած չես։ Դա ամենակարևոր բանն է, սիրելի եկեղեցի, որ Տիրոջ ներկայությունը գալիս է քո կյանք, բերում է խաղաղություն, ուրախություն եւ արդարություն։ Ինչ ես փնտրում, խնդրեմ գաք նվագեք։ Ինչ ես փնտրում։ Ինչ ես փնտրում քո աղոթների մեջ։ Ինչ ես փնտրում եկեղեցում։ Անպսակ տղա եմ, եթե եկեղեցի մի հատ աղջիկ կպցնեմ, տանեմ ինձի հարս, ասում են այդ եկեղեցու աղջիկը կեն նամուսով աղջիկներ են։ Սուրբ կյանքով ապրող աղջիկներ են։ Էլ չի կպնում։ Գիտեք ինչ ես փնտրում։ Գիտես երբ որ դու Տիրոջ ներկայություն ես փնտրում, Տիրոջ երեսն ես փնտրում, դա բոլորովին ուրիշ բան է։ Երբ որ դու մտնում ես քո աղոթքի սենյակ, ինչ ես փնտրում։ Շուշուտ աղոթեմ հելեմ գնա։ Լավ, շուշուտ աղոթի հելի գնա։ Բայց դու չկտար են ինչ որ պետք է փնտրես։ Երբ որ կանգնում ես երկրպագության, անես ձեռներս վեր բարձրացնեմ, որ սախտենամ, որ ես աղոթում եմ, թե փնտրում ես Տեր։ Գիտես, ես հիմա մտնում եմ երկրպագության մեջ քո ներկայությունն եմ ուզում։ Ուզում եմ որ գա քո ներկայությունը։ Իմ ներսը կարիք ունի քեզ։ Քո խաղաղության կարիք ունի։ Գիտեք, երբ որ քո ներսում կա խաղաղություն, հավատացեք բոլոր փոթորիկները քո վրայով կանցնեն։ Եվ քեզ բան չի լինի։ Գիտեք, երբեմն ես չեմ եղել անապատում, բայց ֆիլմերում տեսնում եմ, երբ որ այդ անապատի քամիները բարձրանում են, այդ փոշին տանում են, մարդիկ ինչ են անում։ Ծածկվում են։ Այդ փոշին անցնում է, իրանք այդ տակից դուրս են գալի ողջ առողջ, բայց այն մարդիկ, ովքեր որ ծածկոց չունեն, այդ փոշիները վնասում են իրենց։ Սիրելի եկեղեցի, 91 Սաղմոս հենց դրա մասին խոսում է, բարձրալի ծածկոցը։ Եվ որ դու ծածկոցի տակ ես, դու ունես խաղաղություն։ Ինչքան էլ որ փոթորիկ գա, մեկը ծածկոցը քեզ պահելու է։ Սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ անձրև է, դուք ունեք անձրևանոց։ Ինչա մտածում եք, որ սա ձեր հատկապես քույրերը սաներվածքը կփչանա։ Դուք չեք մտածում ձեր սաներվածքը փչանալու մասին, որովհետև դուք ունեք անձրևանոց, որը որ պահում է, որ ձեր մազերին անձրև չգա։ Համաձայն եք։ Դու ունես Տիրոջ ծածկոցը։ Եվ քո խաղաղությունը քո ներսում կա։ Գուցե դրսում սենց այդ քամին ոռնում է, բայց քո ներսում խաղաղություն է, որտեղ դու ունես Հիսուսին։ Հիշում եք այն դրվագը, որտեղ Հիսուսը նավի մեջ քնած էր։ Աշակերտները եկան ասին, հոգը չի, կործանվում ենք։ Հիսուսը վեր կացավ, ասես խաղաղվիր։ Փոթորիկը խաղաղվեց։ Քո կյանքի բոլոր փոթորիկները Հիսուսը կարա խաղաղեցնի։ Եվ որ արքայությունը քո ներսում է, քո ներսում խաղաղություն կա։ Գուցե դու դժվարությունով անցնես, բայց քո ներսը խաղաղություն է։ Քո ներսը ուրախություն կա։ Որտեվ Սուրբ Հոգու ուրախությունը դա ալկոհոլի այդ ազդեցության ուրախությունը չի։ Թմրադեղի ազդեցության ուրախությունը չի։ Այդ պահի երաժշտության ազդեցության ուրախությունը չի։ Գիտեք, մարդիկ կան ինչ-որ ոչ երաժշտություն են սիրում։ Հենց այդ նվագում են, հելում են սկսում են պարել։ Այդ երաժշտությունը պրծավ, իրանց ուրախությունն է պրծնում։ Բայց գիտեք, Սուրբ Հոգու ուրախությունը չի պրծնում։ Կպի կողքինիդ ասա, դու Սուրբ Հոգու ուրախության կարիք ունես։
Սուրբ Հոգու ուրախության կարիք ունես։ Գիտես, երբ որ գալիս է Սուրբ Հոգու ուրախությունը, այնքան հարցեր են լուծվում։ Տագնապները գնում են, վախերը գնում են։ Գիտես, կա մեկը, որ ամենա կարողն է։ Դու իր հետ ես, դու իր աղջիկն ես, դու իր տղան ես։ Հələ մատ պաշտոնա, որ տղայի հանդիպեք։ Ինքը գուցե ցածրահասակ է, բայց այնքան վերևից է նայում քեզ, որովհետև ինքը ինչ-որ նախարարի տղա է։ Լսեք, դուք նախարարից ավելի բարձր, ամենակարող Աստծո աղջիկն ու տղան ես։ Այդ դեպքում ինչի է քո գլուխը կախ, դողալով, վախ վխելով, տխուր, տրտում, դեմքիդ նայում են ասում են կլինի այսօր պանիխի դեմ գնում 10 դեմքդ գնամ։ Ինչի է պակասել քո ուրախությունը, որովհետև փնտրտուկը ուրիշ տեղ է։ Հիսուսն ասեց. փնտրեք երկնքի արքայությունը, մնացած բաները։ Գիտեք, մի բան ասեմ, այն ինչ որ Սուրբ գրքում գրված է, դա կատարյալ ճշմարտություն է։ Եթե ինչ-որ բան քո կյանքում չի կատարվում, մտածի որտեղ է այդ բաց թողումը։ Մտածի որտեղ է բաց թողումը։ Ոչ թե մտածի, որ ես եկեղեցի եմ գնում, բայց իմ կյանքում էսի չի կատարվում, մտածի որտեղ է բաց թողումը, որ դա չի կատարվում։ Ասում եմ, մնացած բաները ավելիով կտրվի։ Քանի ստեք Շուշաների պես հագել։ Դաշտի Շուշանի պես, քանի ստեք հագել։ Ատենց գեղեցիկ։ Հիսուս այսօր կա, վաղը չկա, Աստված հագցնում է։ Ինչի ենք մենք առավոտից իրիկուն դարդոտվում։ Այսօր պետք է հարսանի գնամ, ինչ պետք է հագնեմ։ Արդեն 5 ամիս առաջ տվայտվում է։ 5 ամիս է խանութեն եմ անգալի, վերջում էլ տենց էլ չի գտնում, գնում է չգիտեմ ինչ օրերով։ Լսեք։ Տիրոջ խաղաղությունը վեր ամեն ինչից։ Վեր ամեն ինչից։ Տիրոջ ուրախությունը վեր ամեն ինչից, իր արդարությունը վեր ամեն ինչից։ Դու երբ որ իր արդարությամբ արդարացված ապրում ես, ամեն բան քո կյանքում փոխվում է։ Օ, եղբայր, այնքան հոգսեր ունեմ, այնքան դարդուցավ ունեմ։ Հոգս ունես։ Մատթեոս 21, Մատթեոս 11:28-ում խոսում, 29 խոսքում ասում է, ձեր բոլոր հոգսերը տվեք ինձ։ Հոգս ունես, հոգսերը տուր իրան։ Դարդ ունես, գնա դարդերդ պատմի իրան։ Ու խոսքը կգա, քո կյանքում ամեն բան կփոխվի։ Բայց եթե դուք Տիրոջը չեք փնտրում, այդ դեպքում ուրիշ մեկին եք փնտրում։ Ամեն։ Փնտրեք Տիրոջ արքայությունը, իր ուրախությունը, իր խաղաղությունը, իր արդարությունը։ Գիտեք, ամենակարևոր բանը դա է։ Երբ որ քո ներսում չկա խաղաղություն, ասեմ մի ուրիշ բան։ Այնքան հիվանդություններ են շարված կանգնած են, որ այն մեկը գնում են մեկնագալի, այն մեկը գնում են մեկնագալի, այն մեկը գնում են մեկնագալի։ Գիտեք ինչի՞։ Որտեվ առակած գրքում ասում է կոտրված սիրտը ոսկորները մաշվում է, իսկ ուրախ սիրտը բժշկություն է։ Երբ որ դու Սուրբ Հոգու ուրախություն ունես, չես էլ հասկանա ոնց է հիվանդությունը քեզանից կգնա։ Կապ չունի, որ բժիշկները որակավորել են անբուժելի։ Տիրոջ ուրախությունը կարող է ամենը փոխի։ Բայց երբ որ քո ներսը կոտրված է, խաղաղություն չկա, ուրախություն չկա, արդարություն չկա։ Հիվանդությունները շարված են։ Այս բժշկից գնում ես։ Գիտեք, մարդ եմ հանդիպել, որ ասել է բժիշկները նստում ասում են ամեն ինչ նորմալ է, բայց ես լավ չեմ։ Բժիշկները ախտորոշում են, քո մոտ ամեն ինչ լավ է, բայց մարդը լավ չի։ Գիտեք ինչի՞։ Որտեղ ներսում կորցրել է ամենակարևոր բաները՝ խաղաղությունը, ուրախությունը։ Կխնդրեմ քեզ, ելի եկեղեցի։ Մտածեք, երբ որ մտնում եք աղոթք, ինչ եք փնտրում։ Երբ որ գալիս եք եկեղեցի, ինչ եք փնտրում։
Որ դուք ձեր տանն եք, ինչ եք փնտրում։ Ու երբ որ դուք արքայություն եք ուզում, հավատացեք մնացած բաները լինելու է։ Ես սա կասեմ ու կվերջացնեմ։ Մենք չգիտեինք, որ ես Երևանում ծառայում եմ, ինչ-որ մարդիկ կլսեն ինձ Գերմանիայից, ու կասեն, գիտեք, մենք ուզում ենք ձեր երեխեքին գումար օգնենք։ Ես չգիտեի։ Ես չգիտեի, որ Աստված մեկին բարձրացնելու է Գերմանիայում, որ գիտես կա, այս գումար ուղարկի Արագածավան զարգացման կենտրոնի երեխաներին։ Ես չգիտեի, որ բեմից երբ որ շտելու է, մեկը մոտենալու ասի, գիտես կա, ես ուզում եմ գումար օգնեմ ձեր ծառայության համար։ Աստված բարձրացրեց մարդիկ։ Հոգ արեցի։ Ու դուք պատկերացնում եք առուտից իրիկուն դարդոտվում են, ո՞նց են կանելու։ Գիտեք, եթե դες դարդոտվենք հիմա ոչ մի բան չի լինի այստեղ։ Ամեն բանի հեղինակը ինքն է։ Երբ որ դու իր խաղաղության, ուրախության ու արդարության մեջ ես, ինքը ամեն բան հոգ անելու քո համար։ Ամեն բան։ Միգուցե մեկ ասի, ով ես աշխատանք չունեմ, ո՞նց է լինելու։ Ասեմ քեզ, փնտրի իր երեսը։ Հենց փնտրես իր երեսը ինքը այսինքն քարտեզի պես բացելու հերթով ինչ ես անելու։ Բայց երբ որ դու իր երեսը չես փնտրում, իր արքայությունը չես փնտրում, առավոտից երկուն դարդոտվում ես, ինչ ես ուտելու, ինչ ես խմելու, ասում եմ հետանոցներ են ուզում։ Հետանոցներ են ուզում։ Ուզում եմ քո կյանքում ինչ-որ բան փոխվի սելի եկեղեցի։ Ամեն։